Ուշադրություն, սերիալի ամբողջական դրվագների ներբեռնումը, տարածումը կամ այլ հարթակներում տեղադրումը արգելվում է օրենքով եւ առաջացնում է իրավական պատասխանատվություն։ Բացառություն են կազմում մինչեւ 5 րոպե տևողությամբ պրոմոնյութերը, որոնց տարածումը խրախուսվում եւ թույլատրվում է միայն սերիայի եթեր գնալուց հետո։ Ես չէի պատկերացնում, որ Բելան… Կանանք իր մասին չխոսանք։ Եկել ես մեր մասին խոսենք, թե Բելայի։ Դե առանց իր մասին խոսելու չենք կարող այս թեման քննարկենք։ Մելս, ինչի ես նենց անում, որ ես ինձ այսքան վատ զգամ կատարվածի համար։ Ես ոչ մի բան չեմ անում, որ դու քեզ վատ զգաս։ Դու ուղղակի գիտես, որ վատ բան ես արել, դրա համար քեզ վատ ես զգում։ Հիմա ինչ։ Ինձ էլ ես Դավոյի պես ստիպելու, որ գնամ Բելայից ներողություն խնդրեմ։ Շաքե, քո ամեն ասածից հետո ես ավելի եմ ներվայնանում։ Լսի, ինչ ես ուզում, որ ես անեմ։ Էլ ինչ կարամ ես անեմ։ Արի ուղղակի մոռանանք եղածը։ Մոռանանք։ Դու կարաս մոռանաս։ Դու կարաս Բելային նես վերաբերվես ոնց որ Սյուզին, Վիկային, Մեգին։ Կարաս։ Բնականաբար չեմ կարա։ Ու պետք էլ չի։ Պետք չի, որ ես իր հետ ընկերանամ։ Մարդուն նորմալ վերաբերվելու համար պետք չի հետը ընկերանալ, Շաքե։ Լսի, այդ նամակը… Ես քեզ հասկանում եմ։ Հա, քո ասածից հետո ես մի անգամ էլ կարդացի այդ նամակը ու հա, մարդ որ տեղյակ չլինի ոչ մի բանից, կարա տենց բաներ մտածի։ Վերջապես, ես չէի մտածում, որ դու այդքանը կասես։ Որովհետև ես չեմ վախենում պարզ խոսալուց։ Ու հաստատ Բելանը դրանով ուրիշ բան նկատի չի ունեցել։ Հիմա ինչ։ Հիմա այն, որ հարցը այդ նամակի մեջ չի։ Ոչ էլ Բելանա խնդիրը։ Խնդիրը իմ ու քո մեջ է։ Չէ, մենք խնդիր չենք ունենա, Եթե դու վստահես ինձ, բայց դու չես վստահում։ Մելս, ես փորձում եմ իմ զգացմունքները կառավարեմ, էմոցիաները զսպեմ, բայց չի ստացվում։ Իսկ քեզ պետք են հարաբերություններ, որտեղ դու պետքա քեզ զսպես։ Մենք այնքան լարված ենք շփվում ես վերջերս։ Այնքան անիմաստ թեմաներ կա իմ ու քո մեջ, Շաքե։ Ու այդ ամեն ինչը վնասում է ինձ էլ, քեզ էլ։ Ես պատրաստ եմ հաղթահարել այս դժվարությունը։ Սա ուղղակի դժվար պահ է։ Ես քեզ էլի եմ ասել, չեմ ուզում դու տանջվես։ Եթե ես չլինեմ քո կյանքում, դու հաղթահարելու բան չես ունենա։ Թող այդ ես որոշեմ, Մելս։ Չէ, ես իմ պատասխանատվությունն էլ է։ Չի կարելի մարդու զգացմունքներին տենց վերաբերվել։ Այս հարաբերությունների մեջ մենք երկուսով ենք։ Չի կարելի համարել, որ դա ինչ-որ մեկի խնդիրն է։ Դա երկուսիս խնդիրն է, Շաքե։ Ուրեմն անցի իմ հետ այդ դժվարությունը։ Ինչքան, Շաքե։ Ես եմ այդ դժվարության պատճառը։ Եթե ես չլինեմ քո կյանքում, դու հաղթահարելու բան չես ունենա։ Այսինքն դու հիմա վերջ ես դնում ես ամեն ինչի։ Դու ես վերջ դրել։ Դեռ երեք։ Ես այսօր ամեն ինչ հասկացա։ Ինչ հասկացար։ Ես ոչ մի բան չհասկացա։ Այսինքն ես չգիտեմ ինչա մեզ սպասվում։ Ես չգիտեմ։ Շաքե, ես ինձ ահավոր եմ զգում, որովհետև դու իմ հետ երջանիկ չես։ Ես դրանից ինձ ավելի վատ եմ զգում։ Ես ուզում եմ քեզ ազատեմ այս ապրումներից։ Դու իմ պատճառով անում ես բաներ, որ քեզ ընդհանրապես չի սազում։ Եթե այսօրվա Բելայի հետի զրույցը նկատի ունես, ասեմ, որ ես չեմ հպարտանում դրանից։ Ուղղակի մեզ պետք էր այս հանդիպում, այս խոսակցությունը, Մելս։ Մեզ պետք էր ինչ-որ բան, որ մենք հասկանայինք իրար։ Իսկ եթե քո համարձակությունը չէր հերիքում դա անել, ես դա արեցի։ Ինչ համարձակություն։ Մենք քիթներս խոթել ենք ուրիշի անձնական կյանքի մեջ։ Ում է սիրահարված, ինչի է սիրահարված, ինչի չի ասում։ Բա ինեսան իր անկերուհին չի, ինչի չի ասում, բա տենց ոնց կլինի։ Շաքե, այդ մեզ չի վերաբերվում։ Մենք արդեն գիտենք այդ, Մելս։ Հարցն էլ հենց այդ է, որ ոչ դու պետք է իմանայիր, ոչ ես։ Հա, բայց արդեն գիտենք, չէ՞ Մելս։ Ու դրանից մենք ենք տուժում։ Մենք տուժում ենք, որովհետև դու չես հավատում իմ ոչ մի ասածին։ Ամեն բանից հետո ես պետք է գամ քեզ բացատրեմ ամեն ինչ ոնց է եղել։ Մելս, ես պատճառ չունեի ինձ տենց պահելու։ Չունեի պատճառ։ Երևի ունեիր։ Ու ես ուզում եմ քեզ այդ ապրումներից ազատեմ։
Արի գոնե իրար ժամանակ տանք։ Արի մի որոշ ժամանակ ուղղակի բաց թողենք իրար։ Ու ես վստահ եմ, որ դու էլ այդ որոշմանը կգաս։ Գիտես ինչի ես տենց վստահ։ Որովհետև դու չգիտես ինչ է նշանակում բաց թողնել իրական սիրածդ մարդուն։ Եթե մտածում ես, որ չեմ սիրում քեզ, ինչի համար է այս ամեն ինչը։ Էլ իմաստը ո՞րն է։ Այս հարցն գիտես ինչի ես տալիս։ Որովհետև չես պատկերացնում ինչ է նշանակում ապրել կյանքդ առանց սիրածդ մարդու։ Կներես ինձ։ Կանենք նենց ոնց ասում ես։ Ժամանակ կտանք իրար։ Ու թող լինի այն ինչ պետք է լինի։ Ինես զբաղված ես։ Դաս եմ անում, մամ։ Այսօր դպրոց էի գնացել։ Ինչի համար։ Ուղղակի ուզում էի ծանոթանալ ուսուցիչների հետ շփվել։ Ու գովեցին քեզ։ Ասացին, որ մի շաբաթ անպատրաստ էիր դպրոց գնում, տնային չէիր հասցնում ու գրավորները ցածր է ստացել, բայց հիմա ամեն ինչ լավ է, գոհ են։ Դե հա, փորձում եմ ամեն ինչ կարգի բերել։ Դե լավ է։ Ոնց տեսնում ես այդ այն ժամանակներ, որ Լևոնի հետ էիր։ Մամ, լավ էլի։ Լավ։ Բան չեմ ասում, վստահ եմ դու ինքդ կապը տեսել ես։ Հա, հիմա ամեն ինչ կարգին է։ Բա ինչ էր զանգում։ Անհանգստացնում է քեզ։ Կուզես Լևոնի մամայի հետ խոսեմ։ Ինչ խոսես։ Դե որ քեզ հանգիստ թողնի։ Մամ, Լևոնը ինձ համարյա չի զանգում։ Մենք այդ թեմայով չենք խոսում։ Ուղղակի չգիտեմ այսօր ինչի համար էր զանգել։ Պարզա։ Լավ, բայց որ պետք լինի դու ինձ կասես, չէ՞։ Հա, մամ, ամեն ինչ կասեմ։ Լավ, չխանգարեմ դասերը տարա։ Իմ ինչալից այսօր չկարողացա պատմության ուսուցչուհու տեսնել, ասեցին զբաղված է։ Դերավ կարևոր ընկեր Ստեփանյանին տեսել ես։ Հա, բայց շատ ուզում եմ իրան տեսնել։ Այնքան ես պատմել իր մասին, այդ իր տղան էր, չէ՞, որ մահացել էր։ Ոչինչ, լավ։ Մի ուրիշ անգամ կծանոթանանք։ Հա։ Անպայման կծանոթանանք։ Դե լավ, վաղը ամեն ինչ կհարթվի։ Ես չեմ կարծում, որ Ինեսան այդքան նեղացած է։ Կարող է մաման իր մոտ ա եղել, չի կարողացել պատասխանի։ Ես հույս ունեի ինքը գոնե քո հետ է խոսացել։ Չէ, ես մտածում էի վաղը քննարկեմ իր հետ ամեն ինչ։ Այսօր այնքան դժվար օր էր։ Ինչի։ Դե չգիտեմ, բարդ օր էր։ Ֆիզկուլտին չկայր։ Հա, մի քիչ ուզում էի մտածել։ Բարզա։ Ես հենց սենց բաների համար էի ասում, որ Ինեսայից ոչինչ պետք չի գաղտնի պահել։ Հա, ճիշտ ես։ Ես գնամ։ Հա, ես կճանապարհեմ։ Յա, Լևոն ջան, բարև։ Արծեցյացրան։ Ես արդեն գնում էի։ Հա, ճիշտ է, ուշ է։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Հաջողություն։ Հաջողություն։ Ես ոնց հասկացա, դուք այս երիտասարդի հոգեբանն եք դարձել։ Կարող եք ասել ինչ է պատահել, եթե իհարկե գաղտնիք չէ։ Ոչինչ, կանցնի։ Հենց այդպես էլ իրեն ասացի, կանցնի։ Դե ամեն դեպքում փորձեցի, այո։ Դու քո բոլոր ընկերների խնդիրները համբերատար լսում ես, իսկ իրենք քոնը լսում են։ Այո։ Իսկ դու խնդիրներ ունես։ Գիտեք, սա արդեն մանիպուլյացիա է, հարգելիս։ Ես ուղղակի ուզում եմ, որ քո բարությունը փոխադարձ լինի։
Փոխադարձա, պապ։ Ամեն ինչ լավ է։ Հա? Մերս, Դա։ Մերս ջան, ողջույն տղաս։ Ես ո՞նց է եկար։ Ոյ, Մերս մենակ ցանցրացա տանը։ Որոշեցի գամ ու այսօր էստեղ մնամ։ Ոնց ես։ Ինչ կա։ Լավ, նորմալ։ Հա։ Հյուր ես ունեցել։ Շաքեն էր եկել։ Հա։ Պարզա։ Բայց ինչի ես sense տխուր։ Նորից բան ա եղել մեզ։ Չգիտեմ։ Երևի վերջ։ Ոնց։ Ինչի Մելս ջան։ Որովհետև ես չեմ կարողանում նենց անեմ, որ ինքը հանգիստ լինի։ Որ երջանիկ զգա իրան։ Ինքը իմ հետ միշտ նեղվում է, միշտ նեղված է իմ պատճառով։ Ու ես չեմ ուզում, որ տենց լինի։ Մելս ջան, ցանկացած հարաբերություններում էլ վատ փուլեր լինում են։ Հա, դե եթե դա մի անգամ լինի կամ մի փոքր շրջան լինի, կհասկանամ։ Բայց հիմա նենց հաստատվում, որ մեր հարաբերությունները ոտից գլուխ բարդ փուլ են։ Մելս ջան, դուք շատ երիտասարդ եք ու դեռ շատ ջրեր կհոսեն։ Այնպես որ մի նեղվիր։ Ես նեղվում եմ նրա համար, որ նոր ինքը իմ պատճառով նեղված գնաց ու ես չկարացա ինչ-որ բան փոխեմ։ Դե հետո կխոսեք, մի քիչ կհանդարտվեք երկուսդ էլ, հետո կխոսեք, դեռ առիթներ կլինեն խոսելու, քննարկելու։ Դա իսկ կարող է ինքը ճիշտ է։ Ինչու Մելս։ Կարող է ես ուղղակի չգիտեմ սիրելն ինչ է։ Ոնց են կապվում մարդու հետ։ Ոնց են սիրում ու ամեն գնով փորձում պահել։ Մելս ջան, այն որ դու արդեն մտածում ես, որ չցավեցնես իրեն, դա արդեն սիրո նշան է, տղա ջան։ Միշտ ճիշտ բառեր ես գտնում։ Դե դա էլ իմ տարիքից է, իմ փորձից է, այնպես որ ինձ վստահ է Մելս ջան։ Ես պետքա չթողնեի, որ ամեն ինչ սրան հասներ։ Մի մեղադրի քեզ տղա ջան։ Մելս, մարդիկ միշտ որոշումներ են կայացնում, որ երջանիկ լինեն։ Միշտ ընտրության առաջ ենք կանգնում։ Բայց երբեք ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մենք ճիշտ որոշում կկայացնենք։ Սխալվելով էլ փորձ ենք ձեռք բերում։ Դե ոնց որ ես շատ եմ սխալվում։ Պետքան փորձեն ինչի սա պետք։ Պետքա։ Ոտսարի։ Իմ սիրուն տղա։ Վարդան, Շաքե, ես ուղակի անցնում էի։ ինչ ես անում այստեղ։ Չգիտեի, որ տանը չես։ Ուզում էի քեզ հյուր գամ, կամ գրեմ, կամ զանգեմ։ Ինչի համար։ Այսօր դպրոցում շատ տխուր էիր։ Հետո ինչ։ Շաքե, անհանգստանում եմ։ Սխալ ես անում, որ անհանգստանում ես։ Անհանգստանալու կարիք չկա։ Շաքե, ախր ինչի ես սենց անում։ Ես քեզ ոչ մի օր երջանիկ չտեսա։ Ինչ իմաստ կա այդ ամեն ինչի մեջ, եթե պիտի երջանիկ չլինես։ Իմ երջանկությունը մենակ իմ խնդիրն է։ Իսկ քեզ ես լավություն եմ անում։ Այսինքն, Վարդան, ես գիտեմ ինչա նշանակում կապվել ինչ-որ մեկի հետ, ում հետ չես կարա միասին լինես։ Այդ հետո ավելի շատ է ցավացնում։ Ես քո հանդեպ ազնիվ եմ, որ հետո ավելի ցավոտ չլինի։ կլինի դու իմ փոխարեն չորոշես, Շաքե։ Հետո կհասկանաս ինձ։ Իսկ հիմա խնդրում եմ, էլ մի արի այստեղ։ Իմաստ չկա։
Մամ։ Ճաշը տակա է, թե սովատ է սառնարանում էլ հյութ կա։ Կներես ինձ, մամ։ Սևակ ջան, ես պարկել եմ ուզում։ Մամ, ես այսօր ինձ էգոիստի պես պայեցի։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ես ուղղակի ուզում եմ այս վիճակից գլուխ հանամ։ Գլուխ անես։ Սևակ դու ժամանակ ես վատնում։ Մենք ժամանակ ենք կորցնում։ Բայց կարող է հակառակը լինի։ Կարող է օգնի այդ տեղը։ Կարող է եւ վնասի։ Ինչ ասեց բժիշկը։ Մամ, խնդրում եմ։ Ես շատ ունեմ քո կարիքը։ Մոլես, ես քո կողքին եմ։ Քո հետ եմ ցավը տանեմ, անկախ քո կայացրած որոշումների ես քո հետ եմ։ Այնակ խնդրում եմ, աղաչում եմ, մեկ-մեկ էլ ինձ լսի, հա։ Մեկ-մեկ էլ ինչ որ բան անկախ քո կամքից արա, հա։ Մամ, ես խոսք եմ տալիս, որ մի ամսից ամեն ինչ կանեմ։ Խոսք եմ տալիս։ Այդ մի ամիսը իմ համար դարի պես է ձգվելու։ Իմ համար հիմա ամեն օրն է դարի պես ձգվում, մամ։ Դավինչին վերեցի։ Այսքան արագ չհասցրեցի գործս էլ ավարտել։ Հա, ոչինչ, մի կողմ դիր, հետո կշարունակես։ Լսի, ուսուցչանոցում այսօր այնքան մարդ կար, չհասցրեցի օգտվել նորմալ, բայց ախորժակս մնաց։ Հա, իմն էլ։ Իմ սիրած ռոլերից կա, չէ՞։ Հա, բա ոնց։ Լրիվ մեր սիրած ռոլերից եմ հավաքել սեթը։ Ու դեռ 15% էլ զեղ չեմ ստացել, հրաշալի է, չէ՞։ Իդեալական։ Լար, իսկ Աթոյանի պահվածքը տարօրինակ էր, չէ՞։ Հա, բա ինչ էր։ Ես իրոք զարմացա։ Միշտ ինքն է ասում, պետքա ծնողի հետ կապը պահել, շփվել եւ այլն, ու այսօր ծնողը ինքն էր եկել իր ոտքով, ու ինքը չխոսեց հետը։ Երկակի ստանդարտներ են, տարօրինակ է։ Լսի, գիտես, ես մի բան եմ նկատել։ Ինչ։ Աթոյանը շատ ուշադիր է ինեսային մտածում։ Անընդհատ հարցնում է ոնց է առաջադիմությունը ու նմանատիպ բաներ։ Մի անգամ նույնիսկ համոզեց, որ թեստը բարձր գնահատեմ։ Ասում է խրախուսիր, ոչինչ, թևեր տուր, այս կարգի բաներ։ Աթոյանը համոզում էր, որ բարձր գնահատես։ Հա։ Բայց ինքը միշտ ասում է, որ պետքա խիստ գնահատել։ Ու դա միայն Ինեսային վերաբերող հարցերում։ Ու այդքանից հետո ինքը խոսապեց հենց Ինեսայի մամայից։ Շատ տարօրինակ է։ Պետքա խոսել Ինեսայի հետ։ Վերջապես։ Շատ ախորժելի տեսք ունեն։ Սկսեցինք։ Հա, ոնց ես։ Լավ եմ։ Բա ուր էր կորել ամբողջ օրը չես պատմելու։ Ժասմինի հետ էինք։ Գնացինք, թափառեցինք 2 ժամ աննպատակ, վերջի 2 ժամն չենք նստել դասի։ Սևակ ջան, տենց ոնց կլինի։ Նորմալ է, Կարենը ասեց, որ իրանք մի բան կմտածեն։ Բայց Սևակ չես մտածել, որ կարող է ծնողները իմանան ու բարկանան Ժասմինի վրա։ Չէի մտածել, մամ։ Խնդրում եմ, բալես, նենց բան մի արա, էլի, որ Ժասմինին անհարմար վիճակի մեջ դնես։ Սպաս, ես իրան կզանգեմ, կարող է ջանացել իր վրա։ Հիմա պետք չի զանգել, վաղը կխոսեք։ Ես ասում եմ, որ դու նկատի ունենաս ընդամենը։ Ու մի բան էլ, անկախ նրանից, թե քիմիատ երբ ենք սկսելու, դու Ժասմինի հետ խոսի։ Որքան հնարավոր է շուտ խոսի, տենց ավելի ազնիվ կլինի։
Կամ էլ չէ։ Սևակ ջան, բալես, ես վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Ես դա ուղղակի զգում եմ, որ ամեն ինչ հրաշալի է լինելու։ Ուղղակի ճանապարհ է, որ պիտի այդ ճանապարհը սենց թե նենց անցնենք, ու այդ ընթացքում ոչ մի բան չեն կարող թաքցնել։ Հասկանում ես։ Դավիթ, Դավ։ Աննասի։ Ես ինչ շուտ եկար։ Հանդիպման չէր։ Հանդիպման էի, չեղարկեցին։ Բսի բա չիմացար, այսօր արշիվների մասին է ասեցին։ Ասեցին, որ գնալու ենք։ Հետրսը մի քանի ուսուցիչ։ Ես էլ եմ գալու։ Դու։ Ինչի։ Բայց ասեցին հետրս սնող չի լինելու։ Ոչինչ, ես կգամ, այդպես ավելի հանգիստ կլինի։ Պապ ինչ է կատարվում հետդ։ Դու պատրաստ ես երկու օր գործերիցը թողնես, որ գաս հետրս պալատկեք ընկնես։ Լսի, ուզում եմ գամ տեսնեմ իմոնք ոնց են աշխատում։ Ինչպես է այդ արշավները կազմակերպում, ամեն ինչ նորմալ է, թեթերություններ կա։ Ես հետո քեզ կպատմեմ։ Ինչա դու չես ուզում որ ես գամ։ Չէ, չի դեմ։ Ուղղակի զարմանալի է։ Լավ առիթ է իրար ժամանակ անցկացնել։ Հեչ լավ։ Գնում եմ պարկեմ ես։ Գնա տղես։ Երկար ես նստելու դու։ Չէ։ Լիսի Այսյան էր զանգել, ասեց որ հրաժարվել ես արշավից։ Դե հա, ասել եմ որ չեմ գնալու։ Հա, բայց ինչի։ Դե մամ, սենց ինչ արշավ, անտառներում։ Հա, ինչ անենք, հո որսի չես գնում։ Չեմ կարծում նես մի բան լինի, որ չկարողանաս։ Դե մամ, ուղղակի չեմ ուզում որ իմ պատճառով մնացածը հետ ընկնեն։ Դու կգնաս։ Մամ, ինձ սենց ավելի հանգիստ է։ Լավ էլի Կարեն, բայց Նորմալ է, մամ։ Ես չէի էլ ուզում։ Մելս ջան, քնած չես։ Չէ, տատ քոնս չի տանում։ Շաքեի մասին ես մտածում։ Չգիտեմ ում մասին եմ մտածում։
Այդ ինչ է նշանակում, Մելս։ Այսինքն Շաքեն էլ չի խնդիրը, ինչ է կատարվում քեզ հետ։ Տոտ, ինձ թվում է ես մեծ սխալ բան եմ արել։ Նորից Մելս։ Ինչն է քեզ տանջում, տղա ջան։ Ես ամենասկզբից մի մարդու շատ սխալ եմ վերաբերվել, որին կարելի լրիվ ուրիշ ձև վերաբերվեմ։ Ուղղակի չեմ հասկացել ինչ եմ անում։ Արդեն անհանգստանում եմ, գիտես։ Չէ, անհանգստանալու բան չկա։ Բայց ես էլ չեմ կարա, չէ, փոխեմ իրավիճակը, եթե այդ մարդը իմ մասին հստակ կարծիք ունի։ Ես չեմ կարա, չէ, ինչ որ բան փոխեմ։ Տղա ջան, ամեն ինչ կախված է մարդուց։ Եթե որևէ ահավոր բան տեղի չի ունեցել, եւ այդ մարդը ուղակի սխալ կարծիք է կազմել, քեզ ճանաչելով կարող է այդ կարծիքը փոխել։ Իսկ եթե իր կարծիքը ճիշտ է, իսկ եթե ես իրոք նենց եմ, ոնց ինքը մտածում է։ Մելս ջան, եթե ինքը քեզ իսկապես ճանաչում է ու ինքը իսկապես գիտի, թե դու ինչպեսին ես, ուրեմն ինքը չի կարող սխալ կարծիք կազմել քո մասին։ Դրան տեսեք։ Էդ ով է, որ իմ տղային այսպես մտքերի մեջ ա գցել, հա։ Բնականաբար աղջիկա մասին է։ Եվ բնականաբար քո եւ Շաքեի վեճը պատահական չի։ Իսկ կարող եմ իմանալ ով է։ Լավ։ Չեմ ստիպի, որ պատմես։ Մելս ջան, ուղղակի իմացի, որ մարդ քո մեջ տեսնում է միշտ այն, ինչ որ դու ցույց ես տալիս։ Ուրեմն ցույց տուր իսկական Մելսին։ Ապրես տատ։ Աթոյանը Ինեսայի հանդեպ։ Չգիտեմ, չեմ նկատել։ Հաստատ ասյա։ Հա, մի անգամ Ինեսան բացակա էր։ Աթոյանը եկավ ասաց, որ զանգեմ իմանամ պատճառը։ Ու անպայման իրեն ասեմ։ Իսկ ուրիշ աշակերտի հետ կապված նման բան եղել է։ Ոնց որ չէ։ Ես էլ եմ դա ասում։ Այդ կնոջ հետաքրքրասիրությունը Ինեսայի նկատմամբ մի տեսակ տարօրինակ է։ Բայց ինչի պիտի լինի։ Չգիտեմ, բայց շատ անհանգստանում եմ ու ուզում եմ հասկանալ։ Այ մարդա։ Տոնեյանը պիտի իմանա ուրեմն։ Համաձայն եմ։ Չէ, չեմ կարծում։ Ինձ թվում է ֆիքսվել եք։ Օթոյանը Ինեսայի նկատմամբ հատուկ վերաբերմունք։ Չեմ կարծում, որ այդպիսի բան կա։ Ընկեր Տոնոյան, ես համարյա վստահ եմ, որ ճիշտ եմ հասկացել։ Կա ինչ-որ բան, որ իրոք տարօրինակ է։ Լավ, ասենք այդպես է։ Բայց եթե այդպես է, նա պիտի ուզեր Ինեսայի ծնողի հետ հանդիպել, բայց ինչպես գիտեմ, չի հանդիպել, չէ՞։ Այո, ու հենց դա էլ շատ տարօրինակ է։ Ոնց որ մի տեսակ խուսափեր, վախենար։ Լավ, Մարթա, չեմ կարծում, որ այդպիսի խնդիր կա։ Ընկեր Տոնոյան, ես խնդրում եմ, խոսեք հետը։ Կամ թույլ տվեք ես Ինեսայի հետ խոսեմ։ Ամեն դեպքում խոսքը աշակերտի անվտանգության մասին է։ Դու էլ ես տենց կարծում։ Դե ես կարծում եմ, որ զգուշությունը լավ բան է։ Եթե անգամ սխալվում ենք, խոսելը ճիշտ է։ Չգիտեմ ինչ խոսեմ իրականում, բայց լավ մի բան կմտածեմ։
Հուսով եմ պատրաստեք, որովհետև ուզում եմ փորձից բացի չկարեմ։ Հա, այս անգամ պիտի նորմալ փորձ անենք, որովհետև քիչ ժամանակ է մնացել։ Քանի որ իմ առաջին անգամն է, կխնդրեմ ըմբռնումով հա մոտենալ։ Ես էլ կփորձեմ երգել։ Տանը փորձել եմ։ Շորտ, մի լարվեք, ընդամենը փորձ է։ Կարևորը Մելսը չի եկել։ Մելսը եկել է։ Մելսը փորձը բաց չի թողնում։ Դե լավ, եկեք փորձենք։ Բելա պատրաստ ես։ Բելա ինձ նայի, ինձ նայելով կերքես։ Այս կարեն ինչի է խմբում։ Երբվանից։ Այսօրվանից Մելս, եթե իհարկե դեմ չես։ Իմ համար մեկ է, բայց Բելան ինչի պետք է քեզ նայելով երգի։ Չէ, նորմալ է, ես կերքեմ։ Նվագեք։ Don't run away from me. Fill my empty night, revitalize my heart. Don't you run away. Don't run away today.